Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգուին Սրբո ամեն։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Եվ այնուհետև Տիրոջ հրեշտակը երևաց Հովսեփին եւ ասաց. «Մի վախեցիր քեզ մոտ ընդունելու Մարիամին, որտեւ նրանից ծնվածը Սուրբ Հոգուց է, եւ մանուկ կունենա, եւ անունը կդնես Հիսուս, եւ նա կփրկի ժողովրդին իր մեղքերից»։ Այսպես ասաց հրեշտակը Հովսեփին, որտեվ Հովսեփը պաշտպան էր կանգած Մարիամին եւ Հիսուսին, երկինքի ու երկրի արարիչը, բոլորի պահապանն ու պաշտպանը այնպես արեց, որ մանուկ դարձավ, ծնվեց, խանձարուրի մեջ դրվեց եւ ինքն էլ պաշտպանության կարիք ունեցավ։ Հովսեփը պաշտպանեց մանուկ Հիսուսին եւ Հիսուսն էլ մեզ է պաշտպանում։ Անունը դրվեց Հիսուս, որ նշանակում է փրկիչ։ Ինչից է փրկում մեզ մեր Տերը։ Նախ եւ առաջ բոլոր հոգիներին փրկեց դժոխքի տանջանքներից, արգելափակվածներին դուրս հանեց, փրկեց գայթակղություններից, մեղքերից եւ վերջո փրկեց ահեղ ու սոսկալի դատաստանից։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս խոնարհվեց, մարդ դարձավ, որպեսզի մենք բարձրանանք։ Մենք ընկած ենք մեղքի պատճառով եւ այդպես մեր Տերը Հիսուս Քրիստոս ինքը նույն ճանապարհով գնաց, որով մենք էինք գնացել։ Ադամը դրախտից ընկել էր եւ մեր Տերը գնաց դրախտում, ասաց. «Ուր ես Ադամ»։ Չկար Ադամ։ Ընկել էր երկիր, պանդխտության աքսորավայրն էր ընկել եւ մեր Տերը նույն ճանապարհով դրախտով եկավ երկիր եւ Ադամի բնությունն առավ։ Երկրորդ Ադամ դարձավ, մեր բոլոր մեղքերն ու չարիքները մեր անօրենությունների վրա կրեց եւ դարձավ փրկիչն աշխարհի։ Այսօր մեր Տերը Հիսուս Քրիստոս որտեղ է, Բեթխեհեմի քարայրում է, ծնվել է եւ յուրաքանչյուր եկեղեցի, յուրաքանչյուր սրբատեղի, յուրաքանչյուր քրիստոնյայի սիրտ, յուրաքանչյուր քրիստոնյա ինքն էլ կարծես մի Բեթխեհեմի քարայր է դարձել։ Այսօր մենք ուզում ենք, որ Քրիստոս մեր մեջ ծնվի, որ մենք վերստին ծնվենք Քրիստոսով։ Այո, ուզում ենք։ Ինչ պետք է անենք։ Պետք է սրբենք մեր սիրտը, որպեսզի Քրիստոս մեր սրտում ծնվի։ Քրիստոս Բեթխեհեմի քարանձավում ծնվեց, իսկ այդ վայրը բնության սքանչելի մի վայր էր։ Այնտեղ մսուր էր, կենդանիներն էին այնտեղ բնակվում։ Մեր հոգին էլ պետք է մաքուր, մեր սիրտն էլ պետք է սուրբ լինի, որպեսզի Քրիստոս մեր սրտերում ծնվի։ Մեր Տերն ավետարանում ասում է. «Եղանի նրանց, ովքեր սրտով մաքուր են, որտեղ նրանք Աստծուն պետք է տեսնեն։ Եղանի նրանց, ովքեր սրտերը մաքրել են եւ դարձել Բեթխեհեմի մսուր, եւ այնտեղ Քրիստոս կծնվի»։ Ցուրտ էր, երբ Տերը ծնվեց, ձմեռ էր, հունվարի 6-ն էր։ Ցուրտ է այսօր նաեւ, որովհետեւ ձմեռ է, բայց մենք ջերմացել ենք Քրիստոսի սիրով, որտեղ Քրիստոսի ծնունդը մեզ ուրախություն, երջանկություն է պարգևում, հոգևոր ուրախություն։ Այնքան մեծ է մեր ուրախությունը հոգևոր, որ մարմնի ցուրտը չենք զգում։ Մատները սառում են, բայց հոգին ջերմացած է Քրիստոսի ծննդյամբ։ Ոտքերը սառում են, բայց պարում են մեր միտքը, մեր սիրտը, մեր հոգին, որտեղ Քրիստոս ծնվեց այսօր եւ մեզ կյանք պարգևեց։ Եվ այս Քրիստոսի ծննդյան բարի լուրը 2026 տարի փոխանցվել է սերնդե սերունդ եւ այսօր կենթանի է Տիրոջ ներկայությունը մեր մեջ։ Ուրեմն մենք էլ պարուրվենք Բեթխեհեմյան այս մասուրի գեղեցիկ սքանչելիքով,
ուրախանանք հովիվների, մոգերի, Հովսեփի Մարիամի հետ, միասնաբար գովերքենք, փառաբանենք հրեշտակների հետ, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը, ծնունդը եւ ասենք. Քրիստոս ծնա եւ հայտնեցավ ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։